Կառավարությունը նախատեսում է հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացին վերաբերող 3 ուղեցույց։ Համապատասխան որոշման նախագիծը հանրային քննարկման է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Նախագծով առաջարկվում է հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման փաստաթղթերի ձևակերպման և հրատարակման, սահմանազատման քարտեզի ստեղծման, ինչպես նաև սահմանազատման ընթացքում փորձագիտական խմբերի աշխատանքի կարգի մասին ուղեցույցները։ Նախագծի հեղինակն Արդարադատության նախարարությունն է։ Ռուսաստանն ըմբռնումով կվերաբերվի Հայաստանի ցանկացած ընտրության, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Արևմուտքի հետ Երևանի մերձեցման մասին լուրերի ֆոնին։ Նա միաժամանակ հավելել է, Ռուսաստանը բազմիցս նշել է, որ Եվրասիական տնտեսական միությանն ու Եվրամիությանը անդամակցությունը անհամատեղելի է։ Հայաստանը շատ լավ հասկանում է դա եւ որոշակի պահի հարկ կլինի ընտրություն կատարել, եզրափակել է ռուս պաշտոնյան։ Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառք տալու և քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստման մի շարք դեպքեր է բացահայտել։ Կոմիտեն նաև դրանց բացահայտման մասին պատմող հաղորդագրություն և ձայնագրություններ է հրապարակել։ Ավելի վաղ հայտնի էր դարձել Ուժեղ Հայաստան կուսակցության Լոռու մարզում գործող գրասենյակներում խուզարկությունների և ձերբակալությունների մասին։ Նիկոլ Փաշինյանը խախտում է անմեղության կանխավարկածը, երբ խոսում է Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդու Նվեր Ծառուկյանի մասին, հայտարարում է կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։ Փաշինյանը մայիսի 12-ին սպառնացել էր Բելարուսից բերման ենթարկել Ծառուկյանի որդուն Նվեր Ծառուկյանին, հայտարարելով, թե նա ոչ մի անգամ առաջնագծում չի կրակել, բայց կրակել է Կոտայքի մարզում եւ այժմ փախուստի մեջ է։ Իվետա Տոնոյանը հավելել է, Փաշինյանն իրեն դատավճիռ կայացնելու գործառույթ է վերապահում։ Լուսավոր Հայաստան կուսակցությունը չի ձգտում ընտրությունների արդյունքներով սահմանադրական մեծամասնություն կազմել, հայտարարում է կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։ Ասում է, adekvat են գնահատել իրենց իրողությունները, անգամ վարչապետի թեկնածու չեն առաջադրել։ Հարցին ինչու կուսակցության հետևորդներ չկան քարոզարշավի ընթացքում, Մարուքյանը պատասխանել է, միտումնավոր նրանց մասնակից չեն դարձնում, որպեսզի հետո ճնշումների չենթարկվեն իշխանությունների կողմից, ազգային անվտանգության ծառայությունը նրանց հետևից չգնա։ Ռուսաստանի և Ուկրաինան զոհված զինծառայողների մարմիններ են փոխանակել, Կիևը ստացել է 526 զոհվածի մարմին, Մոսկվան 41։ Տեղեկությունը հաստատել է նաև Պետդումայի падգամավոր Շամսայիլ Սարալիևը։ Ավելի վաղ Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում էին իրականացրել 205-ը 205-ի դիմաց բանաձևով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմի ընթացքում ոչնչացրել են իրանական բալիստիկ հրթիռների արտադրության 85%-ը, ինչպես նաև ամբողջությամբ ոչնչացրել Իրանի նավատորմը և ռազմաօդային ուժերը։ Նրա պնդմամբ ամերիկյան ուժերը կարող էին 2 օրում շարքից դուրս բերել նաև Իրանի կամուրջներն ու էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքները, բայց զերծ են մնացել նման քայլի դիմելուց։